Потерпевшие Захид Алиев, Анар Джавадов, Хилал Гасанов, Замин Хасратов. Շուրջ 2 տասնյակ ադրբեջանցիներ, ովքեր զինվորական ծառայության ընթացքում տարբեր վայրերում ու ժամանակահատվածներում հրազենային վիրավորումներ են ստացել, ցուցմունք են տվել Արցախի նախկին պետնախարար բարերար Ռուբեն Վարդանյանի դատավարության ընթացքում։ Թե ինչ կապ ունեն այդ հրազենային վիրավորումները նրա հետ, հստակ չէ։ Վարդանյանը, որ Արցախի պետնախարարի պաշտոնը զբաղեցրել է ընդամենը 3 ամիս, 2022-ի նոյեմբերից մինչև 23-ի փետրվարը եւ չի համակարգել ռազմական ոլորտը, Բաքվում մեղադրվում է 2020 թվականից հանցավոր խմբավորմանն անդամակցելու մեջ, որն Ադրբեջանի դեմ պատերազմ սանձազերծելով իրականացրել է մի շարք հանցագործություններ։ Уголовному делу в отношении гражданина Армении Рубена Варданяна, обвиняемого в совершении ряда преступлений против Азербайджана и его народа. Հարցաքննված ադրբեջանցի զինծառայողները պետական ազերթաջ գործակալության փոխանցմամբ նախ ասել են, թե չեն ճանաչում Ռուբեն Վարդանյանին, նրա մասին տեղեկացել են սոցիալական ցանցերից, ապա հերթով նկարագրել են, թե ինչ վիրավորումներ են ստացել։ Վահիդ Ալիևն օրինակ ասել է, թե վիրավորվել է Հայաստանի զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի արդյունքում, իսկ իր մյուս ընկերները զոհվել են կամ տարբեր վնասվածքներ ստացել։ Էմին Շահբազովը պատմել է, թե վիրավորվել է Աղդամում, գլխի շրջանում ստացած վնասվածքների պատճառով չի կարողացել խոսել եւ գրավոր է շփվել բժիշկների հետ։ Военнослужащий, получивший травму головы, рассказал, что его доставили в госпиталь. Էլնուր Հասանովն էլ Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տալիս ասել է, թե հրազենային 3 վիրավորում է ստացել ու իր մարմնից 70 բեկոր են դուրս բերել, 30 բեկոր շարունակում է մնալ իր մարմնում, ու չնայած այդ հանգամանքին շարունակում է ծառայությունն ադրբեջանական բանակում։ Սա գալիս է ապացուցելու հենց այն հանգամանքը, որ այս դատավարությունը ֆարս է, ինչպես եւ Ռուբեն Վարդանյանն ինքն է բնութագրել։ Ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանեթ Հանդիլյանը, որ 12 օր հացադուլ իրականացրեց ի պաշտպանություն Բաքվում պահվող հայերի, Ազատության հետ զրույցում նշում է, որ Ռուբեն Վարդանյանի դեմ ընթացող դատավարությունը պարզ ցույց է տալիս, որ այն որևէ կապ չունի Վարդանյանի հետ։ Դատավարությունների միջոցով Ադրբեջանն ընդամենը հող է նախապատրաստում Հայաստանի դեմ։ Իդեպ Ռուբեն Վարդանյանին վերագրվող ադրբեջանական մեղադրանքներում հատուկ նշվում է, թե Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունները նախաձեռնել եւ իրականացրել է Հայաստանը։ Совершивший многочисленные преступные деяния в ходе агрессивной войны, развязанной армянским государством, созданной при непосредственном руководстве и участии армянского государства. Ուղղակի դատավարություն է Հայաստանի Հանրապետության դեմ եւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ։ Եվ այս առումով մենք պետք է շատ զգոն լինենք, որևէ աղերս չունի այս դատավարական նիստը Ռուբեն Վարդանյանի հետ։ Սա ակնհայտ է եւ անգամ երբ որ մարդկանց ուղիղ հարց են տալիս, դուք ճանաչում եք թե ոչ, նրանք պատասխանում են, որ սոցցանցերից են ճանաչում իրեն։ Սա ինչի մասին է բկա, որ այս մարդիկ որևէ պատկերացում անգամ չգիտեն ինչ ասեն Ռուբեն Վարդանյանի հետ կապված հարցերում։ Այն, որ Ադրբեջանում դատում են բոլոր հայերին, այդ մասին շաբաթներ առաջ տարածած աուդիո ուղերձում ասել էր նաև շուրջ 2 տարի Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը։ Իդեպ Վարդանյանի այս խոսքերը ծավալուն իր հոդվածում մեջ բերել է BBC-ն։ Բաքվի դատարանի առջև կանգնած միլիարդատերը խաղաղության պայմանագրից դուրս մնալու վտանգի տակ վերնագրի ներքո բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցը գրել է, որ խաղաղության պայմանագրի մանրամասները թեև չեն հրապարակվել, սակայն պաշտոնյաների փոխանցմամբ փաստաթղթի նախագծում որևէ դրույթ չկա դատարանի առջև հայտնված բանտարկյալների կամ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրենց տներ վերադառնալու իրավունքի մասին։ BBC-ն գրում է, որ ձախողելով բանտարկյալների հարցը ներառել խաղաղության պայմանագրում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայտնվել է քննադատության թիրախում թե Հայաստանում եւ թե արտերկրում։ Բրիտանական լրատվամիջոցը նաեւ մեջբերում է իշխանական ԿՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի խոսքերը, թե միայն խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո կարող է լուծվել քաղաքական բանտարկյալների հարցը եւ որ այլ ճանապարհ չկա։ Բանալին խաղաղության պայմանագիրը կնքելու եւ այն իրագործելու մեջ է։ Ռուբեն Վարդանյանը սակայն զգուշացրել է, որ դա սխալմունք է, հավելում է BBC-ն եւ ծավալուն հոդվածը եզրափակում Ռուբեն Վարդանյանի խոսքերը մեջ բերելով։ Սա ոչ թե իմ ու մյուս 15-ի դատավարությունն է, այլ բոլոր հայերի, եւ եթե դուք դա չեք հասկանում, ապա դա մեծ ողբերգություն է, քանի որ սա ողջ պատմության հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը ի ափսոսանք բոլոր կողմերի։ Իդեպ այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը Բաքվում պահվող հայերին ազատ արձակելու հարցով նամակ է ուղարկել պետքարտուղար Մարկո Ռուբիոին եւ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցին։